Գցել է սենց։ Դե ողջույն բոլորիդ, ողջույն սիրելիներիս, բարի երեկո եւ բարի լույսո առավոտի լույսո արեգակն արդար, մարտի 9 2025 թվական, փետրվարի 24-ից 2024 թվական, մեր նույն տեմպն ու աշխատանքը շարունակվում է ուղղակի, կա որոշակի հատվածներ, սեգմենտներ, այսպես ասած, մասնիկներ տարերի, որոնց մեջ հանրահայտ Այնստայնի ասածը տեղին անա, և տեղն անստում, շատ ճիշտ տեղին է, որ ստրեսի բուն պատճառներից մեկը հիմարների հետ ժամանակ անցկացնելն է, մեջբերման ավարտ։ Աստված օրհնի ազգս, հայոց պետականությունը, սիրելի հայրենակից, դու չգիտեմ ինչքանով ես ուզում իրոք տեղեկացված լինես, թե ոնց, բայց ընդհանրացած մի սեգմենտի, եթե մի բան են ասել տալիս, մի ազգության, մի երկրի սոցցանցերում, ուղղակի ազդեցություն ունի այդ երկրի տնտեսության, բանակի, պետության, ոստիկանից մինչև թոշակառու տատիկը։ Այսինքն դու եթե օրինակ Երևանից դուրս եկար գնացիր խոսքի օրինակ Սևանի ճամփին, հա, Վարդենիս, Քավառ, այդտեղ խոսա ինչ ուզում ես։ Բայց երբ որ դու դնում ես քո երկրիդ ամբողջ ամենաբարձր գերատեսչությանը, կին ու ընտանիք ես հայհոյում, եթերում քո հայրենիքի եւ իմ հայրենիքի համար կռվող բոլոր տղաների, ոչ դաշնակ, նրանք հաշվի մեջ չեն, իսկական ազգի տղաների աչքնա կողում էտի պակիստանցին։ Կրկնեմ, դու փոխանակ ավելի գրագետ ու իմաստուն մոտենաս, ասես Անդրանիկը Էլչիբեի նկարն ա դրա էջի վրա, էդ ինչ ա նշանակում։ Այդ նշանակում է, եթե դու մի քիչ ղալմաղալ հանես փոխանակ Քոչարյանի դհոլի տակ պարես այ կոտոշ, Բաքվում իր պետությունը եւ իր բանակը կդնես վտանգի տակ, փոխանակ դնես մեր երկիրը։ Մենք մեր մեջ, մեր հարսի ամբարոյական կամ հարևանի կնգա ռազմորկեն մեր մեջ կարանք անենք։ Բայց մեր հետույքը մի բացեք դրսի ափերում տենց։ Չի կարելի։ Սոր ես ձեզ ասեմ, այն ժամանակահատվածում, որ մի քանի պոզավորներ, պատերազմից փախած, հրապարակի կենտրոնում, եսի մեջբերում պիտի անեմ և կարևոր կետեր ունեմ եկեղեցին ու Երուսաղեմը և որն ա նրա փշալարու արգելքը և որն ա պատճառը, որ մեկուսացված ենք իրարից բոլորս, մեջբերում եմ անեմ։ Ես գիտեմ, խոսել եմ հասկացող մարդկանց հետ, որ հասցեավորված և կոնկրետ, որ ասում ես կարող ա վաղը այդ հենց քո ասած գործը քննելուն վնաս տաս, իմ գործին վնաս չի տա դա։ Որովհետև պետությունը ՀՀ Գարեգին Բեի ուղղությամբ քայլանելու նպատակ չունի։ Մենք պիտի անենք ու կանենք։ Օրենքի սահմանում իհարկե։ Սիրելիս, կրկնում եմ, Էլչիբեի նկարն եմ դրել ու մեկնաբանություն ու ծիծաղում եմ Ալիևի վրա։ Այսինքն, եթե հիմա լսարանին և կողքիններին, հարևաններին հավաքենք միտեղ, ասենք
Քո կարծիքով սա ինչ է նշանակում։ Ով է Էլչիբեյը։ Այդտեղում ես 15 տարեկան Գորշ գայլ թուրքի լամուկը լակոտը, գիտի ով է Ռոբերտ Քոչարյանը, գիտի ով է Նիկոլ Փաշինյանը, գիտի մի քանիսիդ կնանիքին։ Են բրոկերները, որ Բաբայան Սամվելի մեջ բերման պասեց Զանգելա Ալիևի փեսուն, որ գալու է սահման հատի վարունգի ծաղիկը, որ իրան չբռնեն։ Ղարաբաղի ղեկավարության մասին է խոսքը, չէ՞։ Հա։ Այդ նույն փեսեն տեղյակա քեզնից, դու իրանից ոչ։ Ասում եմ Բևերլի Հիլզում, Կալիֆոռնիայի ամենաթանկարժեք տեղը, ի նպաստ եւ ի աջակցություն եւ հովանավորում Գորշ գայլերի Ադրբեջանի ընտրիկ բանկետ է տեղի ունեցել, բայց անունը դրվել է կուլտուրալ ինքնության պրեզերվացիա, ինչ կա չկա հայկական մշակույթը։ Պարսիկ ու հայ, ուրիշ բան չկա այնտեղ, չէ՞։ Հա։ Բայց Գորշ գայլերից մարդիկ են եղել այնտեղ։ Մեծ են խոսացել։ Հիմա իմ սևերի, աֆրոամերիկացիների քուչեքը որ կա, իմ հին ընկերներից ու իմ աղջիկները, արա իմ սևամորթ թե հայ կեղնի թե ինչ, իմ աղջիկները ասում եմ ավելի լավ են աշխատում, քան քո ռազվետկեն, ասլը գուլախ երլի դանգալախ։ Ասում եմ Գորշ գայլերի աջակցության համար Բևերլի Հիլզում բանկետ է տեղի ունեցել։ Ուզում ես ինքը մի հատ էլ դակազատանի, որ դու վախկոտ ես հայ։ Ուզում ես Սուլթանի ախրանին գա Գլենդելի մեջ, ոնց որ Վաշինգտոնի խոտերի վրա արեց քրդերին ու հայերին, մի հատ սամասուտ անիծես, որ հասկանաք, որ վախկոտ եք։ Թուրքնա վախկոտ։ Եվ դու արի։ Արիության մեդալ կրող ես, հա։ Մարտիրոսներիդ շիրմաքարը քաղաքական առուծախի մեջ է մտել։ Դու տունդ մաքրի մի հատ։ Ես ձեզ կրկնում եմ, մենք մեր մեջ գիտենք 26 թվին ճանապարհում ենք, ախպեր, ընտրաթերթիկով, պակիստանցի, ազերի, սելջուկ մոնղոլին, օտարափերում մեր վրա ծիծաղել մի տվեք, ասալա, տարերը հիշեք, Անդրանիկ Զորավարի օրից, խելոք մնացեք, դու ախպեր, Բաղրամյանի են լավ կենտրոնի քուչեքի, կենտրոնի տղայ մարդողները, կտկտի կոշիկները, հակներըտ, գիտեք գողական եք։ Արի մի հատ Մոնթոբելոյի են կոմից մի հատ, որ իրից ներքև տանեմ քեզի գողական քուչա կայնսնեմ, սպայք էտ բեր, տես երկու հատ լակոտ ոնց են, պորտիկը դու գրիժ էտ տնեմ տեղը, այդ չկայացած։ Մայբակըտ էլ բանդաժըտ վզիտ կցած սես տուն գքաշ ճղճղված շորերով։ Դու մենակ բորենու նման, են հին օրերը կար սովետի, 24-ի վարակույրներ, որ մի հատ խեղճու կրակ բանվոր կնգահետ անցնի կնիգը մի քիչ լավ նլի, ռեպլիկա անեք ու բորենի նման 5 հոգով հասնեք վրեն տպեք, դուք էտեք։ Գողական ես, ասում եմ, քեզ ցույց կտամ տեղը, ես ընտե կկայնեմ, կասեմ ես չէ, ես մարդը գողական է։ Գելա։ Եվ այդ նույն գողական զորքը, եւ այդ նույն գողական տարերը, եւ այդ նույն հին հանցագործ գիծը այսօր թուրքի փողը դրելա մեջը։ Մարդ ասում է ռազվետի գնդապետը։ Քո պագոնով տղա ջան, միայն քո զոնքաչ մայրիկդ կարա պարծենա։ Մեր հասկացողների գիծը մեր մոտ գիտես ինչ է, այդ պիոներ։ Ասում եմ ձեզ,
հայկական ներք խոհանոց հայհոյանք պետական աստիճանի, արդեն մեզ եք խայտառակում, արա բոլորիս։ 26 թվին չես ուզում։ Ախպեր ընտրատերտի գտիր, ես մորս եմ ընտրում, գրի դիր, բայց չկայացած Արևմուտքի և Բրիտիշ Անգլիայի պետրոլ ընկերության ստեղծած զավթած հնդկական տարածքը այդ բիջը, որին ասում է Պակիստան, վրեդ ղժում է, այսօր Հայաստանի Հանրապետությունը չի համարում օրինական։ Եվ գիտես ինչի ասում էդի, որովհետև ձեր տարած ուղին ձախողված կառավարության եք տանում։ Եվ կա նման օրենք։ Միջազգային ուժերը մտնում են, ասում են ձախողված կարգավիճակ է սա։ Ժողովուրդը կարա ապրի իր կուլտուրան պահի, ոնց որ հնդիկներին են արել, բնիկ ամերիկացի։ Հա, էդի քո ռեզերվացիան է, դու տեղ ապրելով հարկ չես վճարի, կյանք։ Արա ինչ գալատ ուզում ես, բայց սա ձախողված է, մենք ենք վեկալը, իրա դրոշակը տնկմապետությանդ կալվին։ Եվ դուք ասալայիս շապիկն եք հակնում արա Երևանում, երլի։ Այդ դրոշը մտնում է պետություն, ասում եմ վաղը, այդ արժեքները, Զորավար Անդրանիկյան, և էդի ձեր այդ վախկոտ վերգո խլամ ավտոմատ բանակի վրեն ծախած Սերժ Սարգսյանի խորհրդականը չի Կոմիտասի պանդիոնի օֆիսում, լսար ինչ եմ ասում, արա, էդի դու չես։ Անդրանիկ Զորավարի հետ ընդհանրապես առնչություն չունես այդ արժեքների հետ, տղա ջան, բոլշևիկ ես։ Սիրելի հայրենակից, Փառքը անվանը Հոր և Որդու և Հոգուն Սրբո, ամեն։ Օրհնյալ է Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հիսուս Քրիստոս Աստվածն է մեր, որ նստավ ընդ աչն մեր երկնավոր Հոր և գալիս է ալելույա Տեր, ամեն։ Ուրեմն սիրելի հայրենակից, հայրենով, ըստեղ եթե մի երկու բան խոսանք, հետո կհասնի հայկական լսարանին, եթե կնկատեք շատ վիդեոներ դնում ենք, լայվ ենք անում ու հանում ենք, հայկական լսարանի համարը, կամ մենք մեր մեջ ենք խոսում, մենք դուրս չենք գալիս հարևանության մեջ, կանգնում գեղամիջին, ասենք, տեհար արա, մեր խարսը բեզա, այտենց բանով անում, կիրակի օրով, իդեպ մեջ բերում անեմ, շատ ճիշտ եք քարոզում, Հովնան Էֆենդի, Ադամ Եվայի արտաքսման կիրակինն է, Եդեմի պարտեզից վռնդվելու, էսի ձեր այդ մռայլ ու մոխրագույն տոննա լինելու, արտաքսման կիրակին, Հովնան և Գարեգին Էֆենդիներ, խաղաղ արտաքսման կիրակի հայ ժողովուրդ, Եդեմի պարտեզից վռնդվելու կիրակինա, բա իպհ ուրա ձեր ավանդույթները ուսումնասիրելը, տնային աշխատանքները անելը, թե պիսիկ դոգական քրիստիկական, դուք էլ չեք կարամ ձեր քիտը պոկեք ես աննորմալ էկրանից, բա աշխատանք կանելու, էստեղ 3 ուղիներ եմ դնում ազգային, հենց այդ ուղիներից են վախենում պետականներդ էլ, սեփականներդ էլ, Աստված օրհնի քո օջախը, իմ եղբայրուքույր, մենք պետական չենք, մենք ազգային ենք, և այդ ազգայինը պիտի լինի պետական մրցակից, անդադար ու անսասան, այլապես մարտի 1-ը ջրած ղժոցի կայֆ բռնացել կմնա, որ Ռախիտ Լևուշը մե հոնքանի աշկերև անգժների մոտ ասում եմ, նայի մոնղոլի ճուտը, եղբայր հայ չի, մի հատ էլ այդ բարակ բոյով աղջիկ երեխուտ նայի, կանաս համեմատես, երեխու աշկերի դմագծերին նայինք էր, այսենց, աղջիկ թե տղա երեխա, հիմա սենց անեմ,
Եվ սենց բեր հատուկ ծրագիր էլ կա, կարաս համեմատես ինչ-որ գենետիկ նմանություն, մի հատ բեր իդա Դևլատյան, հա, հա, մի իդեպ մի բան ասեմ, այդ ուզբեկի չոլկեն, որ անում եք սենց կիտ, ու փոքր սանրն էլ առնում եք ու գծերը սենց ուղիղ եք անում, չէ, հա, մի քանիսդ կակ, ես նոր եմ տեղը բերում, թույ դա որտեղից ա գալի, Երլին, այն թասիկը, որ դնեմ կավիճով գծում մազեիք կդրեմ է, տելեգրատ կետ քարակուսի, բուխան կետ քարակուսի, տրեխներդ քարակուսի, չարախներդ քարակուսի, արա ամեն ինչդ քարակուսի, եղավ հոկտեմբերիկ, մինչև 46 թիվը, որ աղբարն եկավ, արասիկ էդ լոպի չի կոպեա, մի խաշա, բով ենք, քեզ եմ ասում, կանգնել ես էջմիածնի մեջ, բարև պարոն Փաշինյան, մենք ենք էլի, էջմիածին ձուն ա եկե, փողոցում ձուն ա եկե, ավտոն անցելա ճլոփ, անասուն, հասկացանք, արա, ասում եմ Պակիստանցին բանակը տա ծաղրում քո արածի երեսից, չոքած երեխեքի նկարներ ա դնում ցույց տալի, բայց էդի քո դուրը շատ ա գալի մանվելիք, դուք ինքներդ եք հայ զինվոր երեխուն ծնկի բերել, ոնց որ մոսիկը արաղոտ ձերքով օլորում ա երեխու ականջը սենց, այդ զինվորներին ինձ տայք, անասուններ, անասուններ, միայն հացի կտոր ոնչ թե ապրող տեսակի նման, ձեր նման ապրեմ, որ ուտեմ, ուղակի կարողանամ շարժվեմ, այդքան հացի ինձ հերիքա, այդ երեխեքին ինձ տայք, ասենց վիճակից բերեի ամեն մեկին մի լերը սարքեի, գլուխը սեք, ոնչ թե ասենց, մարդը խոշտանգման ա ենթարկում հայ զինվորին, մոսիկին բանացո, բռնաբարում ա երեխին, արա, աչքիս առջևը, զինվորին, և միևնույն ժամանակ էլ, Ալա Լևոնյանը երգում ես պանապետ, հա, այդ քթից երգողը, ում սպարապետը, այ հայվան, ում սպարապետը, աղբեր արխիվներն ու պապկեքը ենքան շատ ա ամեն մի թերթիկը, էսի հստակ արձանագրեք մեկ էքզիբիտ ա համարակալված դատական և քնչական պրոցեսի մեջ, Եվրոպայի կրիմինալ դատարաններում, այ կախագանչներ, պետությանդ քարորդը պետք է հարցաքննվի։ Եվ դու ինձ սպարապետ ես պատմում։ Անդրանիկ Զորավարի ծնունդն ա գալիս, և քո ավակ դպրոցական երեխեքը, այ Երլի, կրթության նախիրիրություն, ինձ ասում ա, ով ա, 17 տարեկան էս շիչապ մարդ ա դառը, մի հատ կին ու աղջիկ չանցավ, որ հետեքին չնայեց, էդի գիտի, հոր նման, այն նրա հոր ականջից կարելի ա մի թեթև էսպես, հասկացնել ականջին, էլի, բռնել որն ա, բռնություն չեն կալ, ասենց, հլա արի տղա ջան, էս քո մեծ ծրած ավանակն արա, ու սրան աղջիկ ես ուզելու, քո 17 տարեկանդ, եթե չգիտի Անդրանիկ Զորավարը ուրա, արի իմ հարազատ երեխեքից մեկի դուռը ծեծի, դու տես ոնց ես սինին գլխիդ հագած, բարի գիշեր ասում, արա, որտև տեղացի էլ մնացիք, մեջբերում եմ անում, Ղարաբաղի, Նգորնո Ղարաբաղ ասեք, ասում եմ, զգուշացնում եմ, հետախուսական գծին հայկական, դուք կվնասեք վաղը շատ, Արցախ մի ասա, ասա Նգորնո Ղարաբաղ, միջազգային անունն ա, Արցախ չի, մարդ ասում ա Բակո Սահակյան և մույսների անունները, սրանք պիտի հարցաքննվեն, պիտի դադվեն, Ղարաբաղ դավաճանելու, իմ տորը թուրքին տալու համար, և այսօր երկրումդ ռեկլամ են անում Բակո Սահակյանի Վիդրո Վիլսենական թատրոնը երկողների շարքից, Պապյան դու լավ գիտես,
KGB-ն մտել է կոմիտասա երկում երկրում հետ ամերկյաց ու բերանով։ Ես չգիտեմ ահացայի սահմանապահ զորքերը ինչով են զբաղվում։ Բանակն ինչ նպատակ ունի անելու։ Ես գիտեմ իմ գիծը եւ գիտեմ իմ սահմանները, իմ երկրի։ Նման մարդիկ չեն հատ։ Եթե հատեն, ես կուրսի եմ ինչ են անում։ Ասեմ ինչ են անում։ Սատարում են ՀՀԿ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը տղաճա։ Դեպի վերաստալինիզմ, որ Շուշան Պետրոսյանը այդ խանգարված դեղերը M&M կանֆետի նման կուլտա Xanax մանեքսների իրա oxycontin shit կուլտալով տենց խտնված գժված գասի սաղիտ մերը քշին եմ արա մենք եկանք այդ երկող պեպենոտ քարոզողի մասին է խոսքը Տրամփականներ լսի Եկեղեցին ընդհանուր եւ Երուսաղեմը այսօր այս երկուսը Եկեղեցին Երուսաղեմը մարտի 1-ը եւ ընդհանրապես աղքատների պաշտպանությունը այս 3 կետն են քննարկում այսօր մի քիչ տնային ունեք անելու հանդարտեք նստեք ում դուրը չի գալիս որ ես ծծտարերը շատ չեմ օգտագործում շատ մի կարոտեք հեսա մի քանիսն էլ արդեն կոպիա անողներ կան կդնես դինամիկներն է կբացես ճիշտ աճացմնտ կտաս կնիկ, երեխեք, ճժով, պժով, հորով, մորով կնստես դինամիկների արանքը ենքան դնի ծծանի տուն տեղով լսեք աստեղ չկա տենց բան Առաջին հերթին սկսում ենք Մայրաթոր Էջմիածին եւ Երուսաղեմ Ես գիտեմ ինչ մեջբերումներ եմ անում եւ իմ մեջբերումները իմ քննությանը գործի զնմանը եւ էքզիբիտների եւ փաստերի եւ պրոպագանդանցը նրանց հիմնավորելու իմ կազմած գործերին որ գնում է սենատ չի խանգարի սիրելի քույր եղբայրներ որտե մեջը լիքը կուտ կա ուզեմ չուզեմ պետք է տամուտի հավը Երուսաղեմ եւ Էջմիածին ինչու է segregացված well we believe that the segregation in the church is caused by a certain person or persons. Հիմա այդ սեգրեգացված կարգավիճակը գալիս է շողակատ Գարեգին B եւ իր ուզած Թուրքիո Պետրիորկ Սահակին, որ գա Սմենափող Երկրորդ հարցադրումս Woodrow Wilson-ի ծափահարողներին Թրամփի եւ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի գործընկերներին Կոմիդաս ասողը Սամվել Բաբայանը ասեց պիտի հարցաքննվեն դատվեն Բակո Սահակյան լավ Բակո Սահակյանի գործընկերը Այս հարցին կարա պատասխանի ինչ քաք էիր ուտում Երուսաղեմում նրանից հետո Կիպրոս երբ որ այս հողերի եւ վարժարանների հարցերը կար տղա ջան ես քո ճամփորդության ռեկորդը ֆիքսում եմ եւ բոլորը նստում է տեղը լսում ես ածը այ նամնանան մերնի ջանին տատանուտի մանոր ինչ ունես չունես արա ինչ տղա արա Ճազգային հետախուզական գործակալ բայ մամա լս ինչ եմ ասում Եվրոպացին ամաչ մարդ մի անգամից այսքան զարգանալ կլի որ դուք զարգացակարա Մակունց կուկունցի ինչ գործ ուներ Հովնանի հետ ղայֆե խմելու օղլում Ուրեմն Բակո Սահակյան քո գործընկերներդ Լոս Անջելեսում Էսի ուզում եմ Բաքուն էլ լսի Ախ դուք աշխատելա ոչ չսովորեցիք Երլի պետք կնքվես քավոր եմ կայնում Պագոն մագոն հանա հա
Բայց ձեզ որպես պատիժ, որ այդքան երկար տասնամյակներ անմեռոն եք մնացել։ Խո, ձեզ այդ ղլը մազոտ հալիք փեմփրս եմ հագցնելու, գրգած տանենք կնքելու։ Այդ պատիժ սոսոնել բերանը։ Ղլը բեբեք։ Դե, ձևը կանես, կթաթխենք ջրի մեջ իրեկա, այդ ենք կնքելու ձեզ, որպես պատիժ։ Փրչոտ բեյբի։ Գնա կնքվի այդ ղա։ Իմանսыз երլի։ Ուրեմն Երուսաղեմի մեկուսացումը կապված է իրենց քաղաքապետի Երուսաղեմի իրանց ոնց իրար հետ համաձայնությունը ովերի պարտեզ կեղնի, հեսավաղ միսոր ծննդավայր կեղնի, մեր քարորդը Երուսաղեմը մենք ենք սարքել, ջհուդը չի սարքել։ Աբրահամը հավատքի հայրը հայա եղե, էսի ասում եմ հանրային։ Ասում է ուստա Աբրահամի թոռը գրի տեղացի Աբրահամի թոռն եմ աշտարակցի կախագանչներ Ռայկոմից մինչև կուլտուրայի տուն որ դու սարքելը սորվակ պապիկիցս ջրամբար սարքել սորվակ որ ծառավ չխեղդվեք ծննդաբերականդ ճիշտ իզոլացիա ունեցավ որ թոքաբորկ չկպնեն նորացին երեխեքդ եղավ երլի պապիկիս սարքած քաղաքներն են Բեյլանցի Աբրահամը ուստա Աբրահամը սենց էլ են բանգլխարկներից էր դնում Մալենձերը սովետական միության հայ տաշը տաշնաղոյանն անասն ավրադը նսիքի իմաստ մեր քարը քարի վրա դնողի մերու կանիկը քրվում էր բայց սարքում էր մի կողմից էլ այդ լազերի նման ուղիղ կարնեզները քարից դրել է քանդը մեկ իսկական հայկական ճարտարապետություն, էսի մեջ վերում պետք է անեմ մեր կրկեսը շուշեկը շարելա վրենել բանա դրե, դիսկոյի էֆեկտա դրե, անասունը, կախագանչ տեղացու ճաշակ, դրոշակա գնում վրայից սենց, վույի լույսերա վառում, լամպուշկայա, անասուն, դու պետք է ամրացնեիր հիմքերը, սույները, ճաղերը, տրա աստիճանները, կա ձևը տրա, հենա մեշյանին մի հատ նամակ գրեք, թող պատասխանի տղեն, ճարտարապետ Դա այն էլ իշ տաղանդավոր, չէ, գիտեք, խի թողեց գնաց, էդ էլ արդեն մեկնաբանությունը ձեզ եմ թողնում, կրկեսը պիտի վերականգնվի, կասի հա, կարանք ավելի սիրունացնենք, այդ ցեմենտա մարմարի փոշին փչում եք վրեն մի հատ է շուշատուղ, թե ինչ են անեմ, ըլմա պալատ, երեխեքիս կրկեսը խի տվի կարա։ Տաշիր սամոն ու լվիկ, ինչ նպատակ ունեք անելու, դե ասեմ էլի, ագահությունը արմատն է բոլոր չարիքի։ Սիրելի հարնակից, ուրեմն շողակաթով եսի մինչով, ես հարցադրում ունեմ էստեղ, շատ կոնկրետ, ես գիտեմ իրանք ակենտուրան են, Երևանում էլ եմ հանդիպե հետները, իրանք տրեյնինգ ունենալով երևի պրակտիկայի կախագանչ խնդիր ունեին, որ չէին ջոգում, որ ոչ բանավոր հարցաքննության են ենթարկվում։ Բակո Սահակյանի գործընկերները, գնդապետ, քեզ եմ ասում, ազգային անվտանգության սահմանապահ զորքեր, եղբայր, այս մարդկանց մի թողեք մտնեն Հայաստան, ասում եմ, հոգնա ասելով, նամանավանդ այսօրվա Վաշինգտոնի վարչակազմի օրոք, մի թողեք։ Ախպեր ասա, քեզ, դու քաղաքացի ես, չէ, հա, քեզ չեմ թողում Հայաստան մտնես, ատե սպասի մինչև հաջորդ չվերթդ, վերջ, կամ էլ գնա բանի մոտ պարկի ասա, հեսա մենք բանով, տավարնիով կուղարկենք ձեզ, են ինչ էր Լիոն, Ֆրանսիայի։ Սիրելի հայրենակից, Երուսաղեմ, եսի ուշադիր լսեք, անվտանգության հանձնաժողովը գլխավորող անձիկ, Էջմիածին և Երուսաղեմը մեկուսացան մեր, օրինակ ես հարցադրումս երկու կողմինա, Հովնան, Գարեգին բե Հովնան, դուրը կապած լապարոշ շնիկների, Վիդրո Վիլսոնի բարեկամներին, մեկ երկու,
Ղարաբաղի դրոշը թափտվող։ Եվ այլ, դուք Բակո Սահակյանի գործ ընկերներն եք, միայն բանավոր չի, հիմնված փաստերով ունեմ, մի հատ էլ այդ ջուրը բացվավ, լավ չենք։ Հարց. ինչ գործ ունեիք Երուսաղեմ, Հունաստան եւ Կիպրոս, վարժարանի հողերի բաների հետ կապված Հովնանն է ուղարկե քեզ, Միրուքավոր լավ ղարեբ, Պեպենոտ ամրկյացի իմ աղբեր։ Հովնանն է ուղարկե, որտեվ ինքը չի կարա գնա, որտեվ ինքը այդ սահմանը հատեց, ինքը կրիմինալ է։ Հովնան հոն թրիկ-թրակ կնեն քեզի։ Վարժարանը չեն թողե ծախես, հիմա արդեն խափեություն ա ջրի երես, կոռուպցիա, անշարժ կույքի արա, real estate fraud։ Կիպրոսը, կիպրիացիները տարբերվում են բուն հույներից։ Շնորհակալ եմ Սրբազան հայր այդ բանը ասելու համար, այո, այդպես է։ Հիմա երկու հարցադրումներն են եկեղեցու հետ կապված, նրանից հետո անցնում ենք մարտի 1, անելիքը տուտանայինները տես բոլորի, նրանից հետո եղբայր աղքատների պաշտպանությունը ինչ է պահանջում քեզից, շատ թյուրուն է։ Սկսում ենք ստեղ, ավարտում ենք քաղաքապետարան Միաստիկյանի արձանի մոտ 43,000 ԱՄՆ դոլար, կարճ կոնկրետ վերջակետ։ Հիմա ուզում եմ ուշադիր հետևեք, ուզում եմ գործ քննել իմանաք եւ հասկանաք ով որից հետո է։ Իդեպ դրսի ափերում Լոս Անջելեսում գալիս է պրեզենտացիա եւ սեմինար եւ մենք մեր մեջ RSVP ենք անելու դահլիճը լիքնա լինելու առաջ Տեր Հիսուս Քրիստոս, այնտեղ կլինեն կարող է քնչական մարմին լինի եւ այլ, որտեղ այնտեղ լսելիք ունեն մարտի 1-ի Էջմիածնի սպանությունների հետ կապված։ Եվ ձեր մի րոպե, այդ թանգարանի գառույցը Հովնան Էֆենդի շինարարական ընկերությունների մեջ խլվլտոցը մի քիչ վախանգ է, որ կարող է գործ բացվի վերները թանգած փողը չառնեն չստանա։ Այտենց խոսք, չգիտեմ, ծիտիկն ասեց։ Գիտեք, չէ, Ամերիկայում մեջ շինարարություն անելուց պլակատ են դնում, սենց երկու հատ սույները խփում են հողի մեջ, ասում են օրինակ, Դևլատյան նարինե այդ երկը պիտի երկես, պիտի գնանք վաղ թե ուշ, Դևլատյան construction, մարդ իր անգերության բանն ա դնում, չէ, հա, դու էլ ասում ես, էտով զանգած կլնի, աղմա տետի չա պատահ է, որ եսա կոռուպցիայի գործ ա բացվելու սրանց վրեն, այ ասլղուլախ տանգալախ, կարող ա փողը չտան, այտենց խոսակցություն կա, FND, որտև կա այդ կոռուպցիան այդտեղ, նախ Գլենդելի քաղաքապետարանը ոնց ա թույլ տալիս արգելված ծառեր կդրել մի ամբողջ այգի զբաղեցնել, սա էլ եմ ես փորձում տեղը բերել։ Գլենդելը մենակ հայերինը չի, եղբայր։ Շատ սիրելի ընկերներ ունեմ, գերմանացի, իռլանդացի, ֆիլիպին, հավատացյալ ժողովուրդ կա մեջները, մանավանդ իռլանդացիները, Free Ireland, you bastard։ Երուսաղեմի Կովերի Բարդեզի, Ղալմաղալ և Ալաշվերի շու այդ կռվի ընթացքում ինչ գործ ուներ Միդուկ Ուիլսոնը, պրեզդենտի ծորնիկ թորնիկ և դու պարոն Քարոզիչ, ով ա քեզ առաջին հերթին հովանավորում ֆինանսավորում, կյանքիդ մեջ չես աշխատե, դաշնամուրի մատիկները դվկա, Էտով այդքան travel-ըդ ֆինանսավորում, այդ ամեն ինչը քեզ հովանավորում, ու տենց փով անում, ով անում։ Հանուն հայերի, որ կոմիտաս ճանաչեն։ Ինչ գործ ունեիք Երուսաղեմ, երկրորդը, ըստ ձեր աղբյուրների, որ հարցաքնման ընթացքում միամիտ պրտ դուս ես տվե, ճշտել եմ, որ կա տենց բան, Երուսաղեմի ուշադիր հանձնաժողով, Պետրիորքի օգնականը, որ ստորագրության պրոցեսը բրթելա, որ իրականացվի, որ կովերի պարտեզ ծախեն, ինչ գործ ունի, Հովնան Էֆենդիի պատվալում։ Ասիգա Woodbank, Կալիֆորնիա։ Հիմա ես գիտեմ, որ այդ ծխական խորհրդի մեջ Ամերիկայի, հարավային Ամերիկայի թեմի գոյություն ունի մի կին, Ադրինա,
Հայա ինքը կին եւ դատավորա։ Հիմա այդ դատավորը էս խունդի մեջ ինչ գործ ունի։ Բա որ մի քիչ է խորանան կոնգրեսականի գնաց, սև հակած FBI-ը բոլորի դուրը ծեծեց։ Եթե չծեծի ինքն էլ է հանցագործ։ Աստվածորդնի ազգս հայոց պետականությունս այո կուտա։ Կերեք կուտը ակտիվացեք։ Ես էսպես եմ աշխատում։ Ծխել կարելի է։ Հակոս Սահակյանի գործընկերները ամերիկացի խոսում են ու պաշտպանում Ղարաբաղ եւ եկեղեցի։ Ես կասեի ոչ թե մեղադրվող բովանդակությամբ եւ բնութագրմամբ, բայց այդ պլանքեր թուարա ինչ եմ ասում։ Պարոն Պարքև, ինչ որ Ղարաբաղի սրբազանն է եղել, երկու հարց էս գծի վրա ձեզ կարելի է, կասես տղես, խելոք ես։ Մարտի 1 եւ ամուլ սար գնում են նույն գրած սեղանին, Նենսի Պելոսի։ Մարտի 1-ը բացվում է Սենատում եւ Senate Judiciary Committee is going to hear the numbers and the overwhelming load of evidence beyond any doubt that March 1st, 2008 was a crime against humanity without its carry of any statute of limitations. Madam Speaker. The crime of March 1st adds 1.5 million at a plus 10. Crime against humanity. Modern day, state-sponsored killings of innocent and unarmed civilians simply voicing their demand of another president that they want. With the unbalanced and ridiculously disproportionate use of military weapons against peaceful demonstrators. Yerevan, March 1st, 2008, Madam Speaker. Exhibit number 1. Google it. We demand Robert Kosharin and Sir Sargsyan and 57 of their Commissariat Bolshevik party members, 57, to be immediately arrested and extradited to the United States to stand trial in federal court. With its exhibits and evidence to be presented, numbered in proper order, that proves and preponders the killings and the economical damage on the Republic of Armenia caused by these individuals and 57 of their commissariats, their comrades, that has caused an onset of genetic alteration among Armenian children, 17% of whom are abnormal birth. And a good portion of these 17% do not reach their 5th birthday and are deceased. Malnutrition onset has caused genetic alteration among my people. Let my people go. Madam Speaker, this is for you. God bless these United States. Shining star on a hill with liberty and justice for all. I have a dream, dear lady. I am Afro-Armenian. Let this be understood fully. Now, Սիրելի հայրենակից, մարտի 1-ի գործը մի նվնվա, գործ արա, դնելու ենք ստորագրահավաք չի է,
դատի մասնակից լինելու պահանջ, այրան դեմ փոխհատուցում են պարտք, ամերիկացիներ էլ կան քեզ։ Ես կասկած չունեմ, Nancy Pelosi, your nobility, I have no question mark on your nobility. And your desire to always bring justice to the oppressed and the weak and the poor, just like my president, Kamala Harris, I have no doubt. My commander-in-chief, you're a prosecutor. Lady, you know what I'm talking about. And a copy of this entire packet is coming straight to the office of not only Nancy Pelosi, but my president herself, Kamala Harris. The Armenian issue must get closure inside Armenia. Then we'll talk about what is outside. God bless mine Republic of Armenia. Armenia first. This was ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի Վարդանանք ազգային շարժում. Միացեք մեզ տանք արդարություն աղքատին։ Տուժվածին։ Նրանից հետո սիգարետը թթի ծառի տակ կանգնած ինձ հետ վառի։ Ու ինչ մեդալ թող ուզում են, թող Նիկոլ Փաշինյանը կախի իր դոշից։ Դու տես երկնային պարքևը, որ յուղը ծորալու է վրայիցը տղա ջան։ Արի այդ օրհնությունը ստացի, հաղթանակ համտեսի, բավականա ստես, վախկոտես, բուժման կարիք ունես, տեսնում եմ, քեզ խաղաղ գիշեր Հայաստան։ Վարդանանք։